5 ամիս ես եղել եմ կալանքի մեջ։ Արդարության պակասից ենք մենք նեղվում, ոչ թե նրանից, որ մեզ պահում են կալանավայրում։ Արդարության պակաս կա նաև ազատության մեջ, ասում է իշխանությունը յուրացնելու եւ ահաբեկչության նախապատրաստման համար մեղադրվող Լիդիա Մանթաշյանը։ Լիդիան վստահ է, որ իրեն եւ նույն հոդվածով մեղադրվող 17 բախտակից ընկերներին վերագրվող արարքները դատարանը չի կարող հիմնավորել։ Այն ինչը որ իրենք անվանում են ահաբեկչություն, իրենք չեն կարողանալու դատարանում ապացուցել, նույնիսկ եթե այնպես լինի, որ դատավորը Հայաստանում չկարողանա Նիկոլ Փաշինյանի ցանկություններին դեմ որոշում կայացնել, միևնույնն է միջազգային դատարաններով պիտի հասնենք արդարացման։ Իսկ այն ինչը որ խոսում են օրինակ խմբեր կազմել տարբեր բաների մասին, խմբեր կազմելու մեջ որևէ հակաօրինական բան չկա, փողոցային պայքար է։ Իրերի քույրերը եւ եղբայրներ, լսեք մեքենաները։ Բագրատ Սրբազանն էլ ասեց, որ հա դուրս է եկել պայքարի, ամեն ինչ էլ անելու է, ասենք, բայց մենք պատրաստվում ենք փողոցային խաղաղ անհնազանդության ակցիաների, ինչը որ արել ենք նախկինում, ուղղակի մի քիչ ավելի համակարգված ձևով։ Լիդիա Մանթաշյանի խոսքով մեղադրանքը իրավական հիմք չունի, քաղաքական պատվեր է եւ խոսում է իշխանության վախերի մասին։ Այն ինչ որ Բագրատ Սրբազանը այդ մի տարվա ընթացքում համակարգել էր, անխուսափելի հաղթանակ էր ունենալու, մեկը դա էր, մյուսն էլ այն, որ իրենք քարոզչական նպատակներով մարդկանց ահաբեկելու, մարդկանց ուշադրությունը իրենց ուզած օրակարգի շուրջ սևեռելու համար այս գործը հարուցեցին եւ որոշ ընթացք կարողացան այդպես շոու անել, շոու ապահովել, տեսեք մենք ինչ լավ ղեկավարություն ենք, ինչից ենք ձեզ փրկել, այս մարդիկ գալիս էին ձեզ տանեն գնդակահարելու, մենք ձեզ փրկել ենք իրենցից։ Մարդիկ հասկանում են, որ սրա տակ իրականում հիմք չկա։ Մանավանդ երբ որ մեր կալանավորումից գրեթե 1 ամիս հետո Հովհաննես Խուդոյանը տարածեց այդ հայտնի գնդակահարելու վերաբերյալ ձայնագրության բնօրինակը, արդեն պարզ դարձավ մտածելու ունակություն ունեցող մարդկանց համար, որ ոչինչ չկա դրա տակ։ Մեղադրանքի ու ապացույցների կեղծ լինելու մասին բարձրաձայնում է նաև Բագրատ Սրբազանը, ասում է գործ հարուցելուց ի վեր 7 ամիս է անցել, դեռևս փորձաքննություններից լուրջ չկա, արդյոք հրապարակված գաղտնալսումներում մեղադրյալների ձայնն է, արդյոք դրանք մոնտաժված չեն։ Սրբազանը պահանջում է ներկայացնել փորձաքննության արդյունքները։ Անընդհատ կրկնեմ, ուր է փորձաքննությունը։ Ուրը քննչական կոմիտեի ղեկավարի կողմից հայտարարված ձեռագրաբանական փորձաքննություն, որտեղ ես իմ ձեռքով գրել եմ ահաբեկչության պլանավորում։ Ուրը դա։ Եզրակացությունը ներկայացնելու ժամկետները վաղուց անցել են, ասում է պաշտպան Խուդոյանը եւ նշում, թե ինչու դրանք մինչեւ այժմ չեն տրամադրվել։ Քննչական կոմիտեն հաղորդագրությունները, որ տարածում էր, անուններ էին նշում, կամ դատախազը գլխավոր որ ազգային ժողով փաստաթղթեր բերում, այսինքն ոչ մի ապացույց, ոչ մի փաստ չկա, թե ոնց որոշեցին, որ այս մարդիկ են խոսողները, ել չասեմ այդ բովանդակությունը աղճատված է թե ոչ, կամ սխալ է ներկայացվում թե ոչ, ու հենց գլխավոր դատախազներ հայտարարել, որ փորձաքննությունները նշանակվելու են կամ նշանակվել են, բայց գործի ավարտին մենք տեսանք, որ նման ոչ մի բան չեն արել եւ դա էլ հերթական անգամ ցույց է տալիս, որ այս մարդկանց նպատակը քրեական դատավարություն իրականացնելը չի, ուղղակի մարդկանց փակի տակ պահելն է եղել, ճնշումների ենթարկելն է եղել։ Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ քննչական կոմիտեի ղեկավարն ու գլխավոր դատախազը արել են հայտարարություններ, որոնք հիմնազուրկ են։ Ասում է իրավապահ մարմինների ղեկավարները պետք է զուսպ լինեն վարույթներում գտնվող գործերի մասին հրապարակային մեկնաբանություններում։ Մենք տեսել ենք, որ իրենք էլ շատ պատրաստական լծված են եղել այդ կեղտոտ քարոզչությանը եւ ականայց սուտ են խոսացել։ Թերի չէ, սխալ չէ, ականայց սուտ բաներ, ունենալով ձեռքի տակ այլ ինֆորմացիա ներկայացրել են հասարակությանը այլ բան։ Ունենք ակնհայտ ապօրինի լղոզված մեղադրանք եւ ունենք դատախազություն, որ պատրաստ չի իրարածների համար պատասխան տալ, հանրությանը հստակ ներկայացնել, ինչու է անձանց մեղադրում։ Որ իրենք սկսեն sense դետալացված ներկայացնել, շատ ավելի ակնհայտ է լինելու, որ գործը ոչ մի բանի մասին է, եւ եթե գանք այս ամբողջ ապացույցները ինչ են ապացուցում են մի բան, որը երբեք չի հերքվել եղել է հրապարակային բաց։ Սրբազան պայքարի մասնակիցները կազմակերպել են փողոցային խաղաղ ակցիաներ։ Վերջին նիստին հանրային մեղադրողները դատավորին հորդորեցին ընդհատել նիստն ու վարչական խիստ միջոցներ կիրառել, երբ Բագրատ arczepiskopos Գալստանյանը մյուս մեղադրյալներն ու նրանց պաշտպանները քաղաքական ելույթներ են ունենում, գործի հետ անմիջական կապ չունեցող հայտարարություններ են անում, վիրավորական արտահայտություններ ու պիտակավորումներ թույլ տալիս։ Խուդոյանը դատախազների այս պահվածքը տրամաբանական է համարում, ասում է, երբ պաշտպանները սկսեցին փաստարկված հակադարձել կեղծ մեղադրանքին, դատախազները դժգոհեցին։ Սա ընդհանրապես
հայտարարություն անելու համար, ցույց տալով, որ իրենք աշխատում են, ցույց տալով, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ այդ քաղաքական պատվերին, բայց նաև ստացան, կարծում եմ, անհամարժեք խիստ պատասխան նաև պաշտպանության կողմից, որովհետև ի վերջո այս ամեն ինչը գալիս է իրանց ապօրինի վարքագծից։ Սրբազանին անազատության մեջ պահել ըստ փաստաբանի նույնպես ապօրինի է։ 18 մեղադրյալներից 16-ը ազատության մեջ են եւ չեն խոչընդոտել գործի քննությանը։ Խուդոյանը վստահ է, որ Բագրատ Սրբազանն էլ ազատության մեջ հայտնվելով չի խոչընդոտի քննությանը։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։